Պարոն Կարապետյան, սովորաբար մեծ խոշոր կապիտալ ունեցող մարդիկ նաև քաղաքականությամբ են զբաղվում։ Դուք երբևէ չեք մտածել այս ուղղությամբ։ Մտածել եմ, ամեն օր եմ մտածում այդ ուղղությամբ ու ամեն օր համոզվում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Ինձ դուր է գալիս իմ գործը, ես ստեղծագործող, բարիքներ ստեղծող մարդ եմ։ Քաղաքականության մեջ մտած մարդիկ ինձ թվում է ավելի շատ սպառողներ են։ Դրա համար ես փորձելու եմ ինչով զբաղվում եմ, դրանով զբաղվեմ եւ հետագայում։ Շատ գործարարներ ձգտում են զբաղվել քաղաքականությամբ։ Ըստ ձեզ ինչով է դա պայմանավորված։ Ամբիցիաների խնդիրը։ Դուք չեք պատրաստվում մտնել քաղաքականություն։ Ոչ մի դեպքում։ Ինչու։ Որովհետեւ ինձ դուր չի գալիս։ Ես իմ գործով եմ զբաղվում։ Այս երկու հայտարարություններում ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձայնն է հնչում։ Նրա մտածող օրգանում գեներացված նախադասությունները։ Բիզնեսմենը ճիշտ է ռուսերենի ակցենտով, վատ հայերենով, բայց շատ հստակ, կարճ ու կոնկրետ ասում է. քաղաքականությունն իր տեղը չէ, դրանով թող զբաղվեն ուրիշները։ Հայտարարություններից մեկը Սամվել Տաշիրցին արել է 2021-ի աշնանը, մյուսը 2024-ի գարնանը։ Ժամանակահատվածներ, երբ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական ֆրոնտում լուսաբացները, կեսօրներն ու երեկոները, նույնիսկ գիշերները խաղաղ չէին։ Պատերազմի ու իշխանափոխության ուրվականը շրջում էր փողոցներում, սպասելով, թե երբ է սահմանին լարվածություն գեներացվելու, երբ են հերթական կրակոցները հնչելու, որպեսզի միս ու այրուն ստանա, հեռացնի Հայաստանի քաղաքացիների մեծամասնության քվեով ընտրված իշխանությանը։ Սամվել Կարապետյանը փաստորեն այս տարեթվերին ու դրանց ինտերվալում ոչ մի ցանկություն չուներ մտնել քաղաքական պայքարի մեջ։ Նույնիսկ այն դեպքում, երբ նման կոչ ու հրավեր էր հնչեցվել իր բարերարությամբ տորոքված Մայր Աթոռի կողմից, իդեմս Կտրիչ Ներսիսյանի։ Այդ նա պետությունից անջատ ինստիտուտի ղեկավարն էր, հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ձայնակցելով քաղաքական ռևանշիստերի խմբակին պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հետագայում էլ իր հանրային հայտարարություններում անժամանցելի էր համարում իր հիշյալ պահանջը։ Այդ նա էր, հիշեցնենք, որ օրհնել էր Տավուշը հանուն հայրենիքի շարժումն ու փողոց էր գործուղել իր արքեպիսկոպոսներից մեկին սահմանազատման գործընթացը կանխելու պատրվակով պահանջելու Նեռի Չարիքի հեռացումը։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին։ Սամվել Կարապետյանն այդ օրերին նկատենք հեռավոր Մոսկվայում անհաղորդ սքեմավոր ու անսքեմ Բագրատ Գալստանյանների իշխանափոխական ճիքերին զբաղված էր այլ գործով։ Բիզնես ֆորում էր կազմակերպում, համախմբում աշխարհի հայ բիզնեսմեններին, դրվատանքով արտահայտվում Հայաստանի տնտեսական միջավայրի մասին, պնդում էր, որ Հայաստանի իշխանությունները չեն խանգարում Հայաստանում ներդրումներ անելուն, այսպիսով օգնելով ու խրախուսելով գործարարներին։ Հայաստանի տնտեսությունն էլ գնահատում էր, մեջբերենք, շատ կայուն զարգացման վիճակում գտնվող տնտեսություն, ընդգծելով. Եվրազեսի երկրներից ամենաարագ զարգացող երկիրն ենք մենք այսօր։ Իսկ ահա երեք ուժեղ Հայաստան կոչվող ընտանեկան խմբակի շնորհանդեսի ժամանակ արհեստական բանականությամբ գեներացված մի կերպար Սամվել Կարապետյանի ձայնով, դեմքով, շարժվող բերանով հերքում էր գործարար Սամվել Կարապետյանին։ Ասում էր, որոշել է մտնել քաղաքական պայքարի մեջ եւ Հայաստանի լավ ապագայի համար շահագրգռված լինելով։ Թե ինչը կամ ով դրդեց Սամվել Տաշիրցուն փոշմանել, ինքնաթիռ նստել ու գործուղվել Հայաստան, եկեղեցու պաշտպանի դիմակի տակ մտնելով քաղաքական պայքարի մեջ կարելի է գուշակել։ Սամվել Կարապետյանը պայքարի մեջ է մտել ավելի ճիշտ մտցվել, քանի որ պատերազմի ուրվականն այլևս կենսունակ չէ, նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը։ Սյունիքը պրախատնոյ դվոր դարձնելու Զանգեզուրի միջանցք ճեղքելու ռազմավարական դաշնակցի դավադիր պլանը ինչիք է դարձել։ Սյունիքն այլևս ոչ թե տագնապահարույց հարահաս պատերազմի հետ ասոցացվող տարածք է, այլ թրիփի, հուսալի ու ապահովագրված ներդրումների, կայուն անվտանգության, զարգացման, Հայաստանի խոստացող լավ ապագայի սիմվոլը։ Հայաստանն այլևս ոչ թե ինքնիշխանության ու անկախության վերաբերյալ իր դատավճռին սպասող ֆորպոստ է, այլ ԵՄ-ին անդամակցել հավակնող, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունները խորացրած ու խորացնող անկախ պետություն։
Սամվել Կարապետյանը քաղաքական պայքարի մեջ է մտել, որպեսզի իրագործի իր Մոսկվայաբնակ հայրենակցուհի Մարգարիտա Սիմանյանի 44-օրյա պատերազմի օրերին արած կանխատեսումը Հայաստանը կամ դատապարտված է վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն կամ դատապարտված է։ Վատ լուր ունենք ռուսահապատակություն ընդունած մեր հայրենակիցների համար։ Հայաստանի ֆորպոստացումն ու պլացդարմացումը դատապարտված են ձախողման։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի մայր օրենքը սահմանադրությունը սեփական քմահաճիքով փոխելով Հայաստանի վարչապետ կարգվելու Սամվել Տաշիրեցու հյուսիսային գորշ երազանքները, նաև ամբիցիաները։